Խորհրդարանը քննարկում է սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի առաջադրման հարցը։ Ես արդեն 7 տարի է, թե 7-րդ, թե 8-րդ գումարման խորհրդարանում եւ մեզանից յուրաքանչյուրս գտնվում է երթման ներքո։ Այդ երթման տեքստում կա հստակ պահանջ պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մենք ցավոք թերագնահատում ենք շատ դեպքերում երթման ինստիտուտը, վերաբերելով այն որպես ինչ-որ փոքրիկ ժեստի։ Իրականում երթումը ունի խորքային իրավական նշանակություն, որովհետև երթման պահից սկսած ես դու ստանձնում պարտավորություններ եւ անկախ քո քաղաքական դիրքորոշումից, քաղաքական մոտեցումներից, նախասիրություններից, վերաբերմունքից դու պարտավոր ես գործել երթման համապատասխան։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանը դիմում է Վլադիմիր Վարդանյանին։ Դուք քննադատել եք սահմանադրական դատարանի այն դատավորին, որի դեմ ամբողջ իշխանությունը պայքարում էր։ Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է։ Եվ ձեր քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը հանրապետական կուսակցության անդամ է եղել, հետո դարձել է սահմանադրական դատարանի դատավոր, հետո նախագահ եւ նա չի կարող ուղղակի լինել անաչառ դատավոր։ Հիմա ձեր երթումը ուրիշ ինչ բովանդակություն պիտի ունենա, որպեսզի մենք իսկապես հավատանք, որ դուք չեք գնում այնտեղ սպասարկելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերը, եւ դուք գնում եք իրապես անաչառ դատավոր լինեք։ Վարդանյանն իր եւ Հրայր Թովմասյանի նմանությունների հիման վրա կառուցեց հարցի պատասխանը։ Մեր նմանությունը միայն հետեւյալում է, որ մենք երկուսս էլ գնում ենք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից սահմանադրական դատարան։ Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխում է սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ լինելով սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ սահմանադրական նոր կարգավորումները ավելի ժողովրդավարական են, ըստ էության լինելով սահմանադրության ԱՅՈ-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուհանդերձ նոր սահմանադրության իր իսկ կողմից կերտված սահմանադրություն թողնում է մի կողմ եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Հնարավոր չէ սահմանադրությունում այնպիսի լրացումներ անել, որոնք թույլ կտան հստակ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հարևաններից տարածքային պահանջներ չունի եւ այդ պարագայում էլ անհրաժեշտություն չի լինի սահմանադրության ներածությունից անկախության հռչակագիրը հանել։ Հետաքրքրվում է Հովիկ Աղազարյանը։ Եթե թույլ տաք այս հարցերին չեմ պատասխանի, ոչ թե նրա համար, որ չունեմ այս հարցերի պատասխանը, այլ որովհետև այս հարցերը կարող են ձեր կողմից դրական քվի արժանանալու պարագայում դառնալ նաև սահմանադրական դատարանում քննարկման առարկա, եւ ես ստիպված պետք է լինեմ այնտեղ պատասխանեմ այս հարցերին։ Աղազարյանի կողմից հնչում է հաջորդ հարցը։ 0-ից 100 շկալայում, որտեղ 0-ն այնա, որ դուք վարչապետի հրահանգին չեք ենթարկվի, 100-ն այնա, որ ենթարկվի վարչապետի հրահանգին։ Որ բանը զբաղեցնեք էլի հորիզոնականը։ Պարոն Աղազարյան, փորձեմ այլ կերպ պատասխանել հարցին։ Պատկերացրեք, ես բժիշկ եմ եւ տանել չեմ կարող ինչ-որ մարդուն, բացարձակապես որևիցե եղանակով այդ մարդուն տանել չեմ կարող։ Բայց այնպես է հայտնվել, որ վիրահատական սեղանի վրա այդ մարդը եւ իր կյանքի փրկությունը կախված է ինձանից։ Ես ինչի կարևորեցի երթում, ես գիտեմ, որ այս հարցը գալու է, որտեղ անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերում այս կամ այն սուբյեկտին, ես պետք է առաջնորդեմ այս փոքրիկ երթմամբ։ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանն էլ մեջբերում է հենց Վլադիմիր Վարդանյանի ելույթից մի հատված։ Համոզված եմ, որ գործ ունենք Արցախում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության հետ։ Եվ ես պնդում եմ ու շարունակելու եմ անել ամեն ինչ, որ միջազգային ցանկացած հարթակում սատարեմ այն թեզը, որ Ադրբեջանը կատարել է լրջագույն հանցագործություններ եւ դրա համար համապատասխան պատիժ պետք է տրվի։ Ընդունում եք այս միտքը, թե ոչ, համարում եք արդյոք այս մոտեցումը այսօրվա կառավարության վարած արտաքին քաղաքականության հետ հակասություն ունեցող։ Իմ ամբողջ խորհրդարանական գործունեության ընթացքում բոլոր խորհրդարանական հարթակներում հարցրեք ձեր գործընկերներից։ Ես սատարել եմ, սատարելու եմ Հայաստանի Հանրապետության
շահերը, անկախ նրանից, որ ույցը պաշտոնում լինեմ, որտեղ Հայաստանի Հանրապետության շահերը չափազանց կարևոր են եւ բոլոր հարթակներում, բոլոր հնարավոր հանդիպումների ժամանակ ես բարձրացրել եմ այդ թվում ձեր կողմից մատնանշված հարցերը։ Ուր են այդ հարուցված գործերը, վրդովում է ընդդիմադիր պատգամավորը։ Ես խոսում եմ Արցախահայության դեմ հանցագործության մասին, որը դուք եք ձևակերպել, ձեր ձևակերպումը։ Եվ հիմա դուք ասում եք, այո, ես Հայաստանի հայկական պետության շահերն եմ պաշտպանելու։ Ես հարցնում եմ, արդյոք Ադրբեջանի իրականացրած գործողությունները այսօր էլ դուք համարում եք Արցախի դեմ հանցագործություն։ Մշտապես շատ բացասաբար եմ անդրադարձել միջազգային հարթակում կատարվող ցանկացած հանցագործությանը։ Բայց զարմանում եմ որոշակի առումով, չգիտեմ, սա Ստոկհոլմյան սինդրոմը ինչ է։ Դուք չեք քվեարկել միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, որը միակ գործիքն է այսօր միջազգային հանցավորության դեմ պայքարելու համար։ Բայց այդուհանդերձ մեղադրում եք ինձ, որ ես ձևակերպումներ եմ տվել, որը գուցե այսօր ձեր սրտով չեն։ Ենթադրում եմ, որ ձեր սրտով չեն, դրա համար եք հիշատակում եք։ Հայաստանում արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կստեղծվի։ Հայաստանի եւ վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջև դրամաշնորհային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Այս համաձայնագրով ըստ էության պետք է վավերացվի վարկային համաձայնագիրը 39 միլիոն եվրո արժեքով վերակառուցման զարգացման Եվրոպական բանկի հետ, որը կնքվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին, միաժամանակ նշեմ, որ սրան զուգահեռ Եվրոպական միությունից դրամաշնորհային միջոցներ են հատկացվելու 6 միլիոն եվրո արժեքի չափով, ինչպես նաև, ինչպես ստանդարտ պրակտիկան է, պետական բյուջեից լինելու է համաֆինանսավորում։ Սա ուղղվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, համապատասխան ապրանքների ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։